Այսօր Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դանիա մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայտնում են Factor TV-ի աղբյուրները։ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Ֆրանսիայում էր եւ այնտեղից կարող էր մեկնել Կոպենհագեն, սակայն երեկ երեկոյան Երևան է վերադարձել ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանին մասնակցելու համար։ 2026 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում։ Միջազգային դատական գործընթացները շատ կարևոր են եւ անվտանգային երաշխիքներ են պարունակում նախ եւ առաջ Բաքվում պահվող գերիների պաշտպանության տեսանկյունից, կարծում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Ըստ նրա, նույնիսկ Ադրբեջանի նման երկրների համար միջազգային դատական պրոցեսներն ազդեցություն ունեն։ Լրացուցիչ կապանքներ են ստեղծում քաղաքական եւ հեղինակության առումով։ Կիրակոսյանը հույս ունի, որ Հայաստանը այնուամենայնիվ չի գնա միջազգային դատական ատյաններից հայցերը հետ կանչելու ճանապարհով։ Նրա խոսքով ծուղակ է մտածելը, թե կարող ենք գործերը չհարուցել եւ միջազգային ատյաններ չդիմել, քանի որ Ադրբեջանը չի կատարելու վճիռները։ ԿՊԱ-ական падգամավոր Հռիփսիմե Հունանյանը համոզված է, որ կառավարման դիրք ունեցող մարդը բարձրագույն կրթության կարիք չունի։ Առողջապահության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության հարցի քննարկման ժամանակ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանն անընդունելի է համարել, որ Հունանյանն ունի միջին մասնագիտական կրթություն եւ հավակնում է ղեկավար պաշտոնի։ Հունանյանն արձագանքել է կառավարման դիրք ունեցող մարդուն պետք չէ բարձրագույն կրթություն, քանի որ բազմաթիվ բուհ ավարտածներ չեն կարողանում արդյունավետ կառավարել։ 2026 թվականից սկսվելու է առողջապահության պարտադիր ապահովագրական գործընթացը, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Պետբյուջեում ծախսերը արդեն հաշվարկված են, համակարգը կներդրվի 3 փուլով, կմեկնարկի 2026 թվականին եւ կավարտվի 2028-ին։ Ըստ նախարարի 2026 թվականին մինչեւ 18 տարեկան երեխաները եւ 65 տարին լրացած քաղաքացիները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում։ Ապահովագրական առաջին փուլի համար սահմանվել է 129.600 դրամի շրջանակ ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սկրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համասը 3 կամ 4 օր ունի արձագանքելու Գազայում խաղաղության վերաբերյալ իր ծրագրին, իսկ Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան խմբավորմանը կոչ են արել ընդունել այն։ ԱՄՆ նախագահը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի Սպիտակ տանը ներկայացրել էին 20 կետից բաղկացած առաջարկը։ Համասը հայտարարել է, որ իրեն ժամանակ է պետք մանրամասները քննարկելու եւ այլ պաղեստինյան խմբավորումների հետ խորհրդակցելու համար։ Ծրագիրը համարվում է Իսրայելի համար բարենպաստ եւ որևէ պարտավորություն չի նախատեսում երկու պետությունների լուծման հարցում, ինչը Իսրայելի առաջնորդը խոստացել է, որ երբեք տեղի չի ունենա։ Օդեսայում եւ Օդեսայի մարզում 9 մարդ, այդ թվում 1 երեխա է զոհվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով։ Շենքի նկուղային հարկում ապրող 5 հոգանոց ընտանիք է զոհվել։ 3 մահացած կանանց հոսանքն է քշել, առավոտյան էլ մահացած են գտել 23-ամյա մի կնոջ։ Ընդհանուր առմամբ փրկվել է 362 մարդ։